Ռիպ, բայց մի հատ բան եմ ուզում ասեմ, հուսամ անցած էպիզոդի այն պուճուր դրվագը մոռացել ենք։ Այսօր չի ազդում, չէ՞, մեր հարաբերությունների վրա։ Ոչ մի ձև։ Ռավ ջան, ես կյանքում ամեն ինչ ներում եմ, բայց ոչ դավաճանություն։ Ռիպ, հարմար առիթ լինի մի հատ չփխի էլի այս դավաճաններին։ Ախ, դու էլ եկա չեկա ցայն չփխել ես։ Ուզում ինչ ես, ուզում ընկել ես հետևից հատի։ Ոչ հիմա էլի։ Լենայի խաթր ներում եմ, սիրտս Լենա։ Hey, merci շատ։ Ինչ cute է գերես։ Բարև ձեզ։ Մեր նախագիծը գնալով թափ է հավաքում, կրքերը թեժանում են ու ես արդեն չգիտեմ ինձ ինչ է սպասվում։ Ասեմ, որ մնաց ընդամենը 2 փուլ եւ մենք կհայտնվենք եզրափակիչում։ Արամ, ես արդեն չգիտեմ քեզանից ինչ սպասեմ։ Հա, ճիշտ է, Սուիդը մի հատ շատ կարևոր բան եմ մոռացել ասեմ։ Այսօր անակնկալ է սպասվում բոլորին, այդ թվում նաեւ քեզ։ Քո անակնկալի մեջ ես չգիտեմ դրականը փնտրեմ թե բացասականը։ Դե ավելի շատ բացասական է շատերի համար, դրական մեկի համար։ Բայց ոչինչ չեմ ասելու։ Լավ։ Կիմանաս հաղորդման վերջը։ Լավ։ Բայց գժվելու ես։ Լավ։ Ներվելու ես։ Վայ։ 100%։ Դե ինչ երեստատիտով այս պահին մասնակիցները բաժանվում են 3 թիմի։ Մրցելու են միմյանց դեմ։ Հաղթող 2 թիմերը անցնում են հաջորդ փուլ, պարտվող թիմը գնում է սպասման ռեժիմ։ Բայց սպասման ռեժիմը չլինի, լուրջ ես կգժվեմ, ես զգում եմ։ Դա ինձ մի քիչ ապրելու հնարավորություն է տալի։ Գնացինք խաղային զոնա, այս պահին գնացինք տեղափոխենք խաղային զոնա։ Come and get it the hard way. Could be platonic, gotta know how to move me. It's not ironic. Say you got it nice, let me see that thing. If you play it right, show you what I gon' bring. If you spin then let it ring. Let it ring. Շատ լավ սոված եմ մի քիչ։ Դու համազգին համաշատ կարևոր առաջարկ ունեմ, պետք է շատ արագանա, որ մնացած մասնակիցները չզգան, չտեսնեն, չլսեն, չպատկերացնեն։ Դարձիր իմ գործակալը։ Այսինքն դառնում ես իմ գործակալը, մի փոքր խանգարում ես քո թիմին, մի փոքր, որ քո թիմը մի փոքր sense էլի, բայց ինձ որ չզգա, որի արդյունքում հնարավորություն ունես մի անգամից այս փուլից թռիչք կատարես դեպի եզրափակիչ։ Այնքը ոչ թե հաջորդ մի անգամից։ Մյուս նկարանմանը չես գալիս։ Մյուս հաղորդմանը գալիս ես իմ հետ վարում ես։ Կողքս ես, ինչ ուզում ես անում ես, դու մասնակից չես լինում։ Դու մի անգամից սկսում ես եզրափակիչից։ Ես նենց բան ես ասում, որ այս բան չեմ կարող պատասխանել, պետք է մի քիչ մտածել։ Լավ, մտածի, բայց առաջարկը լավն է։ Ամեն դեպքում մասնակիցները պետք է չիմանան, որ ես նմանատիպ բան եմ արել։ Մնացածը դու գիտես։ Okay, կմտածեմ։ Բարև ձեզ։ Մինչև դուք վայելում եք ջուրը, մի հատ հետաքրքիր քեզ առաջարկ ունեմ։ Դարձիր իմ գործակալը։ Այսինքն դու մի քիչ խանգարում ես քո թիմին, քո թիմը պարտվում է, դրա արդյունքում դու 6-րդ դասարանից թռնում ես 8-րդ դասարան։ Կամ այլ ձև ասած, այս փուլից մի անգամից թռնում ես եզրափակիչ։ Ես։ Դու զուտ մի փոքր պետք է խանգարես թիմիդ, մի փոքր էլ դառնաս իմ գործակալը։ Ինձ թվում է Արամ ջան, քեզ մի փոքր ջուր եմ պետք, որ մտածես ում կարելի է նման առաջարկներ անել, ես թիմից հետ եմ։ Դու գիտես, ինքը չգիտի թե ինչից հրաժարվում։ Ինչ կա ոնց է։ Մարտական։
Նա առաջարկ ունեմ։ Այո։ Դառնամ չեմպիոն միանգամից։ Համարյա։ Ովքեր մետարգիրում։ Չես ուզում միանգամից դուրս գաս ֆինալ։ Ասամ չի խնդալու կլինի, իհարկե ուզում եմ։ Այսինքն բացատրի։ Այսինքն Ինչ ձև կա ուզում հասկանամ ոնց։ կա, ամեն բան իր գինն ունի։ Я знаю, ты еще намекнешь, но нет. Я вас скажу, вагерцич, я сам не вычарю. Դու պատրաստ ես դավաճանելու քո թեմին։ Չէ, Դենեմ Սենց ասեմ, եթե դու նենց անես, որ ձեր թիմը պարտավի, դու միանգամից դուս ես գալի ֆինալ։ այդ ինչ է դե լավ։ Միանգամից Չէ, չէ, 7-րդ փուլ չես էլ գալիս։ հնա կրելով կգանք են։ Կոալիցիաներ կան։ Հանելու ենք ես, մինչև ֆինալ հասնես։ Մարյամը ճիշտ էր, չար մարդ է, դու պրոստը։ Չէ, ախպեր ես հաստատ չէ։ Էլի սարս եկել ենք հաղթելու համար մենակ։ Ինչքան էլ ընկերություն կամ է չէ, բայց այդ չեմ անի հաստատ։ Շատ վատ բան չես անելու, մի թեթև պետք է, մի թեթև խանգարելու։ Շատ չէ։ Բայց դա պատասխաննվեր է, միանգամից դուս ես գալիս եզրափակիչ։ Բայց ուզում հասկանամ ինչ կար, ինչ թիմա, ինչ կարգի մեծության։ Քո թիմին։ Նենց չի դա բոլորը քո աչքի լուսն են։ Բայց աշկի լույս է կա։ Ոչինչ։ Չէ, դե չի։ Իրանք շանս ունեն ասնելու։ Ու իրանք չէ դե լավ է, ինչ է։ Դու դառնում ես զուտ իմ գործակալը։ Մի քիչ խանգարելու ես քո, մի քիչ ինձ օգնելու ես խանգարես քո թիմին։ Իմ այս ամբողջ թիմը դուրս է գալի, որ ես անցնեմ։ Չէ, իրանք դուրս չեն գալիս։ Իրանք դեռ շանս սպասման ռեժիմ են գնում։ Իրանք ունեն շանս, իրանցից ոմանք շանս ունեն անցնեն մյուս փուլ։ Այդ հաստատ է։ Այո, կրկնում եմ, դու զուտ մի քիչ ես խանգարելու քո թիմին։ Դու դառնում ես 10 վայրկյան ունես ժամանակ որոշելու կդառնաս իմ գործակալը, թե ոչ։ Որի գինը Թիմից մարդիկ դեռ միանշանակ չեն դուրս գալի, իրանք շանս ունեն իրանք են անցնեն։ այո 5 վայրկյան Իշի որ Անկեղծակալից դու իմ թիմից բոլոր կտրեին ես տարբերակը։ մի անգամից 6-րդ փուլից թռնում ես եզրափակիչ 3 2 1 Okay, ժամանակ okay։ Սիրելի գործակալ Սիժվատանջում դե քեզ հաջողություն եմ մաղթում շնորհակալություն, շնորհակալություն։ Հուսով եմ կհանդիպենք եզրափակիչում բայց քո թիմակիցները պետքա չիմանան որ դու ես գործակալը Շատ լավ, ուրեմն շատ գեղեցիկ տեսքով խաղ են խաղալու, խաղը պատրաստել է մեզ համար, այո, KFC-ին, ամեն ինչ խաղում KFC-ի մասին է։ Free, Box Master, Twister, Եկեք բացատրենք, թե ինչ է կատարվելու խաղադաշտում։ Խաղը կոչվում է կույր առաքում։ Թիմում 6 հոգու աչքերը փակ է լինելու, ընդամենը 1 մասնակիցն է տեսնելու եւ հուշելու մնացած բոլոր մասնակիցներին։ Այստեղ կարևոր է չպարտվել։ Հաղթող երկու թիմեր անցնում են հաջորդ փուլ, իսկ պարտվողը գնում է սպասման ռեժիմ։ Հաղթում են այն մասնակիցները, ովքեր ավելի արագ եւ ճիշտ հավաքում են KFC-ի պատրաստած սետը։ Արդեն 3 թիմերը պատրաստ են 3 տարբեր գույներով։ Որ թիմը կպարտվի քեզ։ Որ թիմը կասնի սպասման ռեժիմ։ Կարմիրը Ինձ թվում է կանաչները, չգիտեմ, զգացողությունս տելեպաթիաս դա է ասում։ Պատրաստ։ Ձախ ու աջ։ Բերում եք մեկ հատ Twister։ Ձախ։ Շատ հետաքրքիր խաղ է։ Ահա։ Չոտք են։ Կարմիրները շատ ուղիղ։ 2 հատ free։ 2 հատ free։ 2 հատ free։
Boxmaster! Աղմուկը շատ է, հիմա պետքա գտնեն Boxmaster-ը, բավականին բարդ է, կանաչները ինչ-որ կորած մոլորված ոնց որ լինեն։ Կարմիրները շատ են ստրատեգ ուղիղ գիտեն ինչ են ան։ Երկու հատ ֆրի։ Չեմ կարողանում կանաչներին օգնել։ Մի րոպե, ես քիչ ամենում գնամ խաղամ իրանց հետ։ Անհասկանալի բաներ է կատարվում։ Boxmaster! Վայ, Ռաֆոյին ձեռքից։ Այս տվիստերը ճիշտ եմ վերցրել, սա տվիստերը։ Մերրում եմ Սեկոյի ու Նորոյի զույգի համար շատ ուղիղ են աշխատում։ Երկու հատ ֆրի։ Երկու հատ ֆրի։ Աբայ դուք Boxmaster-ը չի վերել։ Դիմացը ընկած է, թո վերցնե։ Արմին ճիշտ արի։ Տվիստեր! Տվիստեր! Աղմուկ են կան շատ է։ Ստոպ! Էս ինչ էր։ Էս ինչ ադրենալին էր։ Հայք, եթե մի բան ասում եք թվիստեր, վերել եք, տվել եք, սա բան չունեք անում, եք խառնում իար։ Էս էլ խառնում ասեմ հանգստացի սպասի։ Ասիր ֆրի։ Շուտենք բրծեի տասը։ Շուտենք բրծեի։ Շուտենք բրծեի։ Աստված իմ, ես երդվում եմ, ինձ մութ սենյակում էի զգում։ Ամբողջ ձեռքերս դողում է։ Կատաստրոֆա էր։ Երկու հատ Boxmaster, երկու հատ Twister, 6 հատ ֆրի։ Կարմիրներ եկեք։ Եկեք, երեխեք, եկեք։ Բայց մենք շուտ էինք վերջացել, ուղղակի ոչ մեկ մեզի չէր ասել, որ Որովհետև դուք չեք լսում, այնքան էմոցիոնալ բարձր խոսում եք, չեք լսում, 6 ժամ գոռացել ենք ստոպ։ Կարմիրներն ավարտել են առաջինը, ավարտել են ճիշտ։ Օրանժներ, երկու հատ Twister-ը տեսնում եմ, երկու հատ Boxmaster-ը տեսնում եմ, ֆրիները 5 հատ է, այս պահին ձեր վիճակը բավականին ծանր է, ես հիմա պետք է գնամ նայեմ ինչ է կատարվում կանաչների մոտ, Այն փոքրիկ սրիկան գողացավ մեր ֆրին, որը չէր տեսնում բայց, ամեն դեպքում այդ տեսնում էր, այսինքն սպաղում էր, չէր տալիս մեր խաղացողին ու հետո շպրտեց հեռու։ Երջում ես եմ իրանտեն շպրտել։ Ախպերետի հավաքած վաղտ է եղել։ Տիկո դու իմ հանդեպ տես բան ես անում։ շատ լավ, Դե կանաչների մոտ ամեն ինչ օքեյ է։ կանաչները հավաքել են երկու հատ Boxmaster, երկու հատ Twister, 6 հատ ֆրի։ Ես լսել եմ, որ փոքրիկ ծերուկը, մասնավորապես դուք, Այո։ վերցրել եք իրաց ֆրին։
Բայց այդ ով ասել որ իրանց ֆրին է։ Հա, դու չգիտես իսկ ինչա։ Նայ, քանի որ շատ են գոռում։ Իրավիճակը լարված է, իրավիճակը լարված է։ Քանի որ շատ Եթե խաղացողը գնում է իր ֆրին վերցնելու, իր բաժին ֆրին, եւ ուրիշ թիմի խաղացող իմանալով թույլ չի տալիս որ վերցնի, դա կանոնների սահմաններում է։ Ես խոսում եմ տնօրինության հետ խնդրում եմ։ Սպասի տնօրեն միջև տնօրենությունը լիքը փոխել։ Մեր հարցին պատասխանեք, մենք գնանք մեր երեխեքի մոտ։ Հա, ուրեմն եթե ես տեսնեի որ կանաչները կանգնել են ու այդ ամեն չարվում կանգնելուց հետո ես քո ասածը կընկալ էի, բայց իրանք նույնիսկ վազում են։ Չգիտեին որ ավարտել են։ Իրանք վազում են, այս կողմ են կողմ, ավելի Ապա ինչու շփրտեց։ Մեզ գիտես ես Ապա ինչու շփրտեց։ Այսինքն գիտեր որ իրենը չէ եւ շփրտեց։ Ֆիքսել եք բոլորը, Գլոբալ առումով մաքսիմում դժվար է մեկնաբանել խաղը, բայց իմ որոշումը այսպես է, տեսնելով այն աժոտաժը ինչ որ կատարվել է, հաղթողները կարմիրներն են, երկրորդ հորիզոնական կանաչներ, օրազները երրորդ հորիզոնական։ Մեկ ենթադրենք ֆրին ասել է 3, պետք է ֆիքսեք 3 ատենք վերցրել, թե 18 հատ։ Ես այն ասում եի բարձր գոռում եմ, ես վերցրել եմ, ես ինչի վերցրել եմ։ Կարող է ուղղակի մաթեմատիկական հաշվը։ Չէ, ամեն դեպքում չենք ընկճվում, շարժվում ենք առանց։ Ես ամեն դեպքում եկել է ժամանակը, որ բարձենք թե ձեզանից ով է մնում խաղում, ով չէ։ Այնպես որ առաջարկում եմ ձեր սուրճը խմեք, որովհետև մենք չգիտենք սա ձեր վերջի սուրճն է, թե ոչ։ Ես խաղում վերջի չէ։ Թե ձեզ հաջողություն։ Սիրելիներս, այսօր այս 7 փուչիկներից մեկում ID բանկը պատրաստել է մեկ մասնակցի համար նվեր 200,000 դրամի համարժեք ID coin։ Այստեղ 7 փուչիկներ են։ Պարունակությունը չեմ կարող խոստանալ, որ ամեն ինչ ձեզ դուր կգա, բայց մեկին հաստատ դուր կգա, ինքը տուն կգնա 200,000 դրամ ID coin-ով։ Հիշեցնեմ, որ մենք այսօր գտնվում ենք Արենա 13 մարզադաշտում, որտեղ առաջին անգամ մարզադաշտի տարածքը կարող է մխտրվել։ Փոքրիկ հուշում, այդ դրա համար մենք տարածքը ծածկել ենք, որպեսզի ֆուտբոլասեր մարդկանց չխանգարենք։ Այս պահին ձեզ մնում է պայմանական ընտրել ձեր փուչիկը եւ գնալ այդ փուչիկի տակ կանգնել։ Եվ այսպես let's do it։ Գնացեք։ Ռոբ, բայց ես ուզում եմ գլխարկը թանես, է։ Մենք ուզում ենք գլխարկը թանած տեսնեմ քեզ։ Բայց կարաս պարային շարժումով Ռոբ այդ ամեն ինչը անես։ Պատրաստ։ Սկսում ենք ռուզիկից։ Ռուզիկ ոնց ես բալես։ Ոնց ես։ Կծույա որ։ Հաջորդ մասնակիցը Լևոնը մի քիչ արի ձախ։ 1, 2, գնաց։ Ալյուրով չապալախ կերել էի դու Լևոն քո կյանքում։ Չապալախ չէի կերել, ցավը հետա։ Դու առաջի չապալախը ալուրով է։ Իրականում փուչիկի պարունակությունը կհուշի, թե ով է տուն տանել 200,000 դրամի համարժեք ID coin-ը։ Ահա, նայեք, ուր եք գնում ենք կոմուչով բոլորը։ Ռիփշիմ են խուշուջան։ 1, 2, 3 Սա նախատեսված չէր։ Եվ այսպես գնատեղդ կանգնի Ռուզի։ Տիգրան Գալստյան 1, 2,
3 Ուշադրություն հիմա Ելենայի հետ նա 1 2 3 մի հատ էլ չէ ռոբ օգնի ռոբ 1 2 3 Ելեն մացել պտտվի էլի Քանի որ հստակ պարզ է, որ գումարը երկու փուչիկներից մեկում է, նրանք կանեն միաժամանակ։ Նանոն եւ Ռոբը միաժամանակ կտրակացնեն փուչիկները։ Ես գնացի հետ։ 1 2 3 Հաղթեր Նատ պատտվի էլի, նատ պատտվի, նատ Ռոբը տուն է տանում 200,000 դրամի համարժեք ID քոինը Անչափ շնորհակալ եմ 200,000 դրամի համարժեք ID քոինը ընկերս քոնն է շնորհավորում ենք Իսկ մայոնեզ կեչուպը նանոյինը Այսպես տարօրինակ էմոցիաներով մենք տեղափոխվում ենք պարտվող անդամների մոտ, որտեղ այսպես թե այնպես որոշ մասնակիցներ լքելու են նախագիծը։ Ուրախ նոտայով սկսեցինք, մի փոքր տխուրով կշարունակենք։ Գտեինք, որ ով ինչ տրակացվեց, վրես պալիբոմը եղավ, սմետ անկեչու։ Հիմա բացատրեմ ինչ էի մոգոնել։ 3 թիմերից 3 մասնակիցների առաջարկել էի, որ լինեն իմ գործակալը, որ իրանք փչացնեն խաղը, որի համար ես իրենց նվեր էի տալու, մի անգամից նրանք անցնելու էին եզրափակիչ։ Գուրգենը, որտեղ նրանք պարտվեցին իրականում, բայց Գուրգենը առաջինից մի անգամ մերժեց։ Տիգրանը ասեց կմտածեմ, բայց հենց Տիգրանի այդ ֆրին պահելու արդյունքում իրանք հաղթեցին։ Նորոն որպես կրկնակի գործակալ գործեց, խափեց մեզ։ Քո թիմակիցները պետքա չիմանան, որ դու ես գործակալը։ Ֆիքսի դա։ Okay. Ինքը ուներ հնարավորություն չօգտագործեց։ Իսկ մեզ մոտ այս բանը շատ հետաքրքիր պահ է, 7 մասնակից են անցել սպասման ռեժիմ, որոնցից մեկը նրանց իսկ ընտրությամբ մի անգամից անցնում է հաջորդ փուլ։ Իսկ մնացած 6-ը կմրցեն միմյանց դեմ։ Գնացինք։ Ուրեմն դուք վտանգավոր գոտում եք ամբողջ թիմով, դուք տեղափոխվում եք սպասման ռեժիմ, բայց ունեք հնարավորություն 1 հոգի այս թիմից կարա ձեր ընտրությամբ անցնի հաջորդ փուլ։ Հիմա պետք է անցնենք։ Այո։ 6 մասնակից մրցելու են միմյանց դեմ։ 7-րդ մասնակիցը, ես չգիտեմ ոնց դուք կընտրեք, 7-րդ մասնակիցը կարող է ձեր իսկ ընտրությամբ տեղափոխվի հաջորդ փուլ։ Իսկ ընդհանուր մնացած մասնակիցներից քանի հոգի է դուրս մնալու։ 4 7 հոգուց 3-ը անցնում են հաջորդ փուլ, 4-ը լքում են նախագիծը։ Լքում են անվերադարձ։ Կարա կընտրեք ինձ, ես գնամ։ Եկեք ցելակցեք, ոչ մեկ չներով։ Ես կառաջարկեմ ինձ քվեարկեք, ես գնամ Վրաստան։ Այո։ Որովհետև եթե հաշվենք 3 տղա 3 աղջիկ եք մնում, ամեն դեպքում հավասար կլինի։ Քվեարկությունը գնալ տոնը չի է։ Հա, ես բան չասի որ գնամ։ Այտենց լինի, ես էլ երեխուս պիտի պարտեզ տանեմ։ Չէ, լավ, դու երեխուց հետ Շրի Լանկա ես գնում, մնաս թե։ Դուք ունեք խաղ, որի արդյունքում տվյալ մասնակիցը կամ մասնակիցները կարող են անցնել եզրափակիչ, որովհետև կրկնում եմ, խաղը լինելու, որի արդյունքում 2 հոգի անցնում են հաջորդ փուլ, 4-ը դուրս են մնում։ Եթե դուք չեք կարող որոշել, ասում ընտրեք բացառման կարգը։ Բացառելով մարդկանց գնացեք։
Բոլորով ցել է։ Ցելա, հա։ Ասացել է։ Մի րոպե։ Քիչը դուրս է գալիս։ Չէ։ Վերջում ով մնաց, վերջում ով Ասենք Քիչը դուրս է գալիս ու վերջում ով մնում է ինքը Դեռ կրում մեկ է։ մեկը որոշենք այս 7-ից ով Զուտ իմաստն է, որ մասնակիցը առանց խաղի անցնում է հաջորդ փուլ։ Առանց խաղին մասնակցելու անցնում է հաջորդ փուլ։ Սա է ամբողջ իմաստը։ Ես առաջարկում 3 տղա, 3 աղջիկ եք մնում։ Ալուբոմը տրամաբանական կլինի։ Հիմա քո հետ ով ընկավ, ինքն էլ Գնացինք։ Լավ, հիմա ինձ ասեք, որ ես էլ իմանամ, ովքեր որ շատ են դուրս են գալիս։ Քիչը դուրս է գալիս, շատը շարունակում է, ինքը մինչև 2 հոգի մնում։ Լավ, ինչ որ երկարատև բան։ Գնաց։ Ցելա, ես դուրս եկա։ գնա։ Այսինքն Դու խաղալու ես։ Ես մասնակցում եմ։ Մենք որոշում ենք վերջում ով հաղթեց այս ամեն ինչից։ Ինքը չի մասնակցում խաղին։ Հասկացա։ Իսկ հիմա տրամաբանությունը ո՞րն է։ Ես ու Սենթովը դուս եկանք։ Դուք 4-ով շարունակեք։ Ցելա։ Իսկ հիմա ինչի պետք է ինչ-որ մեկը, փոխել։ Չինգաչունգ։ Չինգաչունգ։ Ոչ երկարացնենք զուտ։ Անին անցնում է միանգամից հաջորդ փուլ, մնացած բոլոր մասնակիցները հիմա վիճակահանության արդյունքում կհասկանան ով ում թիմից են։ 6 մեր մասնակիցները բաժանվեցին տարբեր զույգերի, Գոռը Ռաֆի հետ, 3 զույգ։ Գուգո Մինյոնի հետ, Արմինան Սենթովի հետ։ այո, նրանցից մի զույգը կանցնի հաջորդ փուլ, իսկ մնացած 4 մասնակիցները կլքեն անգինս։ Սպասման ռեժիմ։ Սա է սպասման ռեժիմի խաղը։ Սա է սպասման ռեժիմի խաղը։ Լավ։ Փաստաթղթի խաղը։ Խաղը կոչվում է գրավիտացիա։ Մասնակիցները բաժանվել են 3 թիմի, ամեն թիմում 2 հոգի։ Մեկը գրավիտացիայի արդյունքում պետք է հավաքի փազլը, ամեն անգամ նա հնարավորություն ունի վերցնելու ընդամենը 5 հատ փազլ։ Մյուսը արդեն կամած պետք է հավաքի փազլը։ Վերջում հաղթում է այն թիմը, ով վերջնական արդյունքում կհավաքի Da Vinci Sushi-ի փազլը։ Դե պարզ է, չէ՞ խաղը, բավականին հեշտ խաղ։ Մեր գործընկեր Da Vinci Sushi-ի կողմից է խաղը, նրանք պետք է հենց հավաքեն այս պատկերը իրենց տարածքում։ Պատրաստ։ Հաջողություն նրանց։ 1 2 Գնացինք։ Հիմա նրանք կարող են վերցնել 5, եթե չեմ սխալվում 5 հատից ավել։ Շատ լավ է։ Ուգոն շատ թեթև է իրականում, բայց դեռ հավատա, երկու բան կա, թե արագությունն է կարևոր։ Ահա։ Դե, ցիստե։ Աբրես։ Ես կարծում եմ Սենթովն ու Արմինեն պետք է այլ սուքովեստին գործողություն անեին, Արմինեն ավելի թեթև է, նորից է պետք ուստեղ առաջին փուլում տվյալ արագությունն է կարևոր։ Բայց մեզ համար շատ կարևոր է նաև հավաքելու process-ը, այսինքն պետք է ճիշտ հավաքել։ Հենց նրանք արդեն սկսեն հավաքել, թե ապոխենք իրենց մոտ։ Ասեմ ավելին, դա ավելի կարևոր է, քան այս սկզբի process-ը։ Այս պահին Գորն ու Ռաֆը բավականին հետ են։ Գուգոյը 4 հատ է մնացել, ճիշտ է թիվը։ Գուգոն ավարտեց։ Հիմա արդեն Գուգոն եւ Մինյոնը կսկսեն հավաքելու process-ը։ Աբես։ Դավաց։ Всё, Սենթովն էր վերջացրեց։ Վերջին Դեմը բացեք։ Ահա։ տեղափոխենք այն կողմը։ Ահա։ Տակը հավաքստե։ Տակը ամենահեշտն է, տակը հավաքեք։ Բավականին արագ Այս մասում էլ Գուգոն կա սկսել են հավաքել։ Սիսպաս։ Այն անկյունը ուր է, հեսա։ Ռաֆն ու Գորը տեխնիկապես ճիշտ են հավաքում։ Այս որ անկյունն է, չեմ հիշում։ Այս անկյունը ուր է։ Սենթովն ու Արմինեն Ծայրերը հավաքեք, մի հետևեք փոքր ետ են պատկեր կա։ անում մյուս մասնակիցներից։ Սա իրականում բավականին լարվածություն կա, որտեղ մասնակիցները նաև այսպես թե այնպես լարվելու են։ Բաց խալես դրեք։ Չէ, չէ։ Կարա լինի մի հատ դզին ասած, եթե կուզես։ Ահա, էսը ստե։ Ան դարերը բաց։ Էդ եմ անում։ Էսը ստե։ Կլորները։ Արագ արեք։ Գենե Մինյոնը երկու տարբեր սեթ են հավաքում Da Vinci Sushi-ից։ Մի րոպե, գրած։ Նայեք,
նայեք ինչա կատարվում։ Հատ ավելի Դիմացի նկարին նայեք, էլի ուշադիր։ ճիշտ ռազմավարությամբ է շարժվում, Ռաֆն ու Գորը, նրանք ամենահետն էին հավաքային առումով, բայց հանգիստ են հավաքում։ Սպայն ամեն դեպքում արջևում Գուրգենում ինում են, բայց մի քիչ քննություն կա դեռ նրանց աշխատանքում, բայց դեռ արջևում են։ Արմենն ու Սենթովը արդեն մտան գծի մեջ, Մայրամը լարված է ստողում են գոմա գնում, Իստվա Մայրամը զգում է ինքն է կաղում։ Ինչ վիճակում եք։ Նաև տղաների մոտ դժվարությունն այն է, որ իրենց վրա դեռ միջև կապված է խաղի պարագան։ Ինչի մասին որ խոսում էի, որ մի փոքր ավելի փնթի են աշխատում, այնտեղ հավաքեցին, բերեցին ու նույնիսկ քանդեցին։ Այդ ամենը Հա, ինչ վիճակ է։ չի կարա նման չնի, լրիվ նույն փազլն է հավաքած։ Երեխեք ես պատկերը ոնց որ ճիշտ չի։ Հələ ուշad, հա? Հա, բայ, հա։ Հա, բայ, այդ եմ ասում։ Մի հատ ուշադիր նայեք։ Հեսա։ Ես գտել եմ նա, ես գտել եմ։ Բայց էս դա կտրանն է։ Սուշին այս մեջտեղի հատվածում է, հենա, նայեք։ Կլորը բավրայ։ Սել ունենք։ Հեսա, էսիստե։ Անես, ես պատկերը սենց է շան։ Լարվածությունը հասել է իր գագաթնակետին։ Էսի աշկիս վերևն է։ Ինչպես ասեցի, Գորն ու Ռաֆը շատ հավաքված են աշխատում ու այս պահին իրականում չեմ կարող բացատրել ինչ ձև առավելություն ունեն։ Որտեղ հանգիստ են հավաքվում։ Դեն հետա, բայց ու դեպի չեմ ջոգում։ Ներքին նա է, ես բաները, այդտեղ մոտեղ է բռնելու բաները, այս կողմի վրա։ Այսի բեր կպցրաստը։ Այսի դրեցի։ Հեսա, էսիստե։ Այստեղ մի բան չի նստում։ Մի քանի քարտ մնաց Ռաֆի եւ Գորի։ Էսի Շատ լարված եմ։ Հավաքված աշխատանքի արդյունքն է, հա։ Չէ, սենց է։ Ուր հասակ, ուր հասակ։ Էսիստե։ Մեկ։ Էսի կլոր։ Մի հատ ուր։ Սյա։ Այդքանը։ Իրանք կան։ Երազանց աշխատանք, թիմային հանգիստ աշխատանք։ Սիրելիներս կարող եք ավարտել, ավարտում ենք աշխատանքները։ Իրականում շատ լարված էր, ասեմ, որ ըստ իս, ինչպես ես ասեցի, կարային Սենթովն ու Արմինեն ռազմավարություն մի փոքր այլ իրենց ընտրեին, մասնավորապես Արմինեն ավելի թեթև էր այդ շարժի համար, մի փոքր հետ էին, Գուրգենենք շատ առաջ էին, բայց ամփույթ աշխատեցին, մի սկզբում մի տեղ էին հասարքում, հետո մյուս տեղ, երբ որ լսեք իմ ձայնը արդեն եթերով, անընդհատ ասում եմ, ինչքան հանգիստ ու ճիշտ աշխատանքի շնորհիվ, որտեղ իրանք անընդհատ հետ էին, բայց հանգիստ աշխատանքի շնորհիվ հաղթեցին, որի համար նաև դուք ունեք ոչ միայն նվեր հաղթանակ դեպի հաջորդ փուլ, այլ նաև Da Vinci Sushi-ի կողմից այս երկու սեթը ձերն է, սիրելիներս, խնդրեմ, սա ձերն է։ Դուք արդեն հաջորդ փուլում եք, ողջունում ենք ձեզ, շնորհավորում ենք ձեզ, գնացեք միացեք հաղթողներին, ինչպես ասում են, իսկ մենք այս պահին պետք է նախագծից ճանապարհենք Գուրգենին, Մինյոնին, Արմինային եւ Սենթովին։ Բայց բոլորիդ համար մեր գործընկերներն ունեն նվերներ, խնդրեմ մոտենաք ես կողմ, դուք կարող գնաք։ Ամեն դեպքում ամենահազվագ հասկանում եմ, որ դու ուզված ես, բայց դու շատ մեծ շահումով ես լքում նախագիծը, եզրափակիչ չհասար, բայց կհասնես Շրի Լանկա։ Իհարկե։ Դու ուժեղ մասնակից ես լքում, ասեմ, որ շատերը կուրախանան, որովհետև երբ որ ուժերը գնում է, տեղ է բացվում այլ մասնակիցների համար, որպեսզի շատ նեղված չլքես նախագիծը, քեզ համարել Փինգբերին իր պաղպաղակների ծանուցով կփորձես փոփել քո փոքրինչ վատ տրամադրությունը։ Վստահ եմ, որ դու այսպես թե այնպես ունես շատ լավ տրամադրություն կապված Շրի Լանկայի հետ, բայց ամեն դեպքում ուրիշ բաներ ուզում։ Ես ակնկալում եմ իմ ուժերը փորձել միջև վերջ։ Սա իմ վերջը չէր էլի համենայն դեպս։
Ես կուզեի ինձ խաղից դուրս գալ, որտեղ որ միայն իմ ուժը ես պետք է օգտագործեի։ Արի քո ուժերը դու փորձի Pinkberry այս համեղ պաղպակները ամբողջովին ուտելով։ Եկեք հրաժեշտ տանք Արմինային, ես ցավում եմ, բայց դու այլևս մեր նախագծում չես։ Արմինան լքում է Arm Games-ը, սիրելիներս։ Հն մինյոն։ Մի քիչ նեղված եմ նրանից, որ մասնագիտությամբ նկարիչ եմ ու չկարողացա puzzle-ը հավաքեմ, երևի գլուխ գովացիացի նկարիչ եմ, պետք չի նայեմ նկարի։ Ու այնքան տարված էի խաղով, որ մոռացել էի, որ հետևում մի քանի քար ունենք ու դրա պատճառով իրան իմ պատճառով խաղից դուրս են հանելու, որովհետև ես իմ խաղը խաղացել էի։ Ինքը կարող է էլի հետո կարողաներ խաղալ։ Իմ համար այդքան չեմ նեղվել, ինչքան իր համար։ Առավոտը բարի չէ։ Ամենաառաջինը ինքը հետ եկավ էլի, շատ արագ վազեց, բերեց հատիկները բան։ Ես գիտակցում եմ, որ ավելի շատ մեծ սխալը իմ վրա էր էլի։ Ավելի շատ իր համար եմ նեղվել, ոչ թե իմ։ Բայց որպեսզի դու էլ նեղված չլինես, մեր գործընկերները բոլորի համար, բոլոր այսօրվա 4 մասնակիցների համար ամեն մի գործընկեր ունի նվեր, քեզ համար էլ Աթենք ընկերությունն է պատրաստել իր գերմանական երշիկով։ Քեզ բարյախոժակ ջիգարս, չէ, դա կոնն է, Գուրգենն էլ ունի նվեր։ Գուրգենն էլ ունի նվեր։ Արի գրկենք աղջիկ ջան։ Սիրելիներս, այս պահից Մինյոնը լքում է Arm Games-ը, եւս մեկ կատաղած մասնակից չի լինի եզրափակում։ Ամեն դեպքում նա լքում է նախագիծը։ Գուրգեն։ Այո։ Ընտանիքի հայր։ Ամբողջ հաղորդման ընթացքում ինչ-որ մեկը դրամատիկ եկավ, արշոն բան, չկանա մեկը գասի։ Ես հասկանում եմ տրամադրության անկումը, հյուտ ապրանքանիշը կզովացնի, կբարձրացնի քո տրամադրությունն այս մեծ ծանր, շքեղ, արկղը քոնն է, քո ընտանիքինն է։ Արդեն չգիտես ոնց այս հյութերով արկղ իմ ձեռքում է եւ ես իրով ասում եմ քեզ։ Այո, տոներն են մոտենում, տոներն են մոտենում։ Այո։ Գուրգենը լքում է նախագիծը սիրելիներս։ Հատեր ասա։ Խոսում էի։ Այս պահին մի հատ Google ասա։ Այս պահին Google լքում է Arm Games նախագիծը հյութերով գնում է տուն։ Հաջողություն Խնդրում կերես։ եմ իմ պատվին ես մամուկը վարես։ Հաջողություն։ Լսում ջան, Սուրբ Հովհաննեսի պատվին։ Հոտով չէր էսի։ Ես պատվով ընդունում եմ իմ պարտությունը։ Ամբողջ էներգիաս ծախսել եմ, բայց արդյունքը լավը չէր։ Հա, ես հասկանում եմ ինչ նկատի ունես, բայց կարծում քո բոլոր երկրպագուները գոհ են մնացել, քո բոլոր ելույթներից լինում է ժամանակ, որ միայն քեզից կախված չի լինում։ Da Vinci Sushi-ին այս սեթով կփորձի սփոփել քո տրամադրության անկումը, քեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ, բոլոր հետևորդներին, այս պահին ասում ենք սիրելիներս, Սենթովը իր մաքսիմումը ներդրեց, եկեք համաձայնեք դրա հետ, շնորհակալություն մեր նախագծում։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Առանց պարտությունների հաղթանակներ չեն լինում։ Համաձայն։ Շնորհակալություն, հաջողություն։ Հաջողություն։ Այստեղ կա խաղարկություն։ Խաղարկությունը 300,000 դրամի համարժեք ID coin է։ Խաղը շատ պարզ է։ Ձեր դիմաց դրված են 7 кейսեր։ Кейսերից մեկում դրված է 300,000 դրամի համարժեք ID coin, հենց кейսերի մեջ։ Մնացած բոլորը դատարկ են։ Դուք քվեարկության արդյունքում ընտրելու եք մեկին, որին չեք հավատում, որ իր մոտ կա գումարը։ Եթե դուրս է գալիս այնտեղ, բացում է եւ պարզում է նա այդ քեյսում գումար չկա, նա լքում է խաղարկությունը։ Եթե գումարն է, նա այդ գումարով այսօր գնում է տուն։ Խաղը շատ պարզ է։ Հիմա բացում են քեյսերը։ Խնդրեմ, սկսեք քննարկումը։ Ով է կողմ, որ նորոն լքի խաղը։ Իսկ կողմը Ռաֆոյի մոտ է, Ռաֆոն առաջինը հենց բացել է շատ ժպիտով էլի, հաջողակի դեմքով։ Չի կարա ինա դու 207,000 դրամը։ Իսկ թվում է ինա դու կարա անի, խավ։ Տենց մի անգամից ռեակցիա տա։ Մոզգեմ։ Հո, այս ժամին։ Դե, այս ժամին։ Դե լավ Ռաֆայի բախը տենց բերի։ Նա մի հատ 207 տանի, մի հատ։ Սեյկունա չեմ մի տեսել, կլոր էր, կա։
Ունես։ Ջուրես։ Հիմա սկսում ենք քվեարկությունը։ Քվեարկության համար նախատեսված են 7 մարդ։ Կանոնը այնպես է, որ երբ չեք քվեարկում, բոլոր ձայները գնում է վերջինին։ Հայտնի մաֆիա խաղի պես էլի։ Հայտնի մաֆիա խաղի պես։ Ով է մտածում, որ խաղարկությունը պետք է լքի Ռաֆոն։ Ես։ Երեք ձայն։ Ով է մտածում, որ խաղարկությունը պետք է լքի Քրիստին։ Ոչ մի ձայն։ Ով է մտածում, որ խաղարկությունը պետք է լքի Ստյոպը։ Մեկ ձայն։ Երկու ձայն։ Ով է մտածում, որ խաղարկությունը պետք է լքի Սեկուն։ Ով է ցանկանում, որ խաղարկությունը լքի Լիլիթը։ Մեկ ձայն։ Նորոն։ Ռաֆ, երեք ձայն եկել է քեզ։ Հիշեցնեմ, եթե Ռաֆոն բացի քեշում լինի գումարը, այդ գումարով Ռաֆոն գնում է տուն։ Եթե ոչ, Ռաֆոն ուղղակի այս պահի խաղարկությունը լքում է։ Այդ Ալեկ։ Այո, քվեարկողները ճիշտ էին, թե Նորոն, թե Լիլիթը, թե Սեկուն։ Ռաֆ ջան, դու միացի քո ընկերներին։ Երկրորդ շրջանը խաղարկության սկսվում է։ Քեյսերի տեղերը փոխվեցին, պտտվում ենք։ Զգուշությամբ բացում ենք քեյսերը։ Շատ զգուշությամբ։ Վայրկյան քննարկման համար ժամանակ։ Նայ անցած անգամ, որ Սեկուն տենց խորի մաս շպտաց, իրա մոտ էր, հիմա նորից նույն դեմքն է։ Սեկու քո մոտ էր անցածը, մեկը արդեն անցել է, ասա։ Անցածը մոտ Անցել է, էր, չէ։ անցածը մոտ էր։ Պրովոկացիա չի ընտակվել, Սեկու։ Ես Ստյոպի ու Քրիստի ձայնը այդպես է չեմ լսել, երեխեք դուք ինչ կասեք։ Սեկուն ժպտում էր, էլի Սեկուի վրա եմ։ Միգուցե եւ չի։ Թե դուք մտածում եք գումարը այստեղ է։ Չէ, Ստյոպն է։ Թե գումարը այստեղ չէ։ Ստյոպ դու ես։ Ես եմ։ Չէ, Շատ նորմալ է ասել, ես եմ։ Որ ես լնեի դոլարներ կգրվեր աչքերից վրա, դրա համար Չի կարա 300,000 դրամը դոլարներ։ $1000 անում արխային։ Չի անում, աթեմ դասաթում։ Աստում ենք քվեարկման ընթացքին։ Ով է ուզում, որ խաղարկությունը լքի Քրիստին։ Ոչ մի ձայն։ Ստյոպը։ Երկու ձայն, երեք ձայն, 4 ձայն միանգամից։ Ստյոպ։ Անցած անգամ էլ էր նույն Ճիշտ էր։ անգամ էլ էր նույն դեպքը։ Ստյոպը լքում է խաղարկությունը առանց գումարի։ Քեյսերի տեղը փոխվել է։ Պտտվում են մասնակիցները։ Նորից զգուշությամբ կխնդրեմ դեպի այն կողմ, որ մյուս մասնակիցը չտեսնի, քննարկման համար 20 վայրկյան, ժամանակ։ Քրիստը։ Ես մի բան գիտեմ, որ երեկոյին ես Քրիստի ձայնը չեմ լսել։ Ես հենց փորձում եմ նայեմ ռեակցիաներին, բայց Մի հատ բան ասեմ, Քրիստը շատ անցած Քրիստի հայացքը փոխվեց։ Իսկ թվում է իր մոտ, Սեկունը շատ լրջացավ։ Որտեվ երկու խաղ իրար հետևից Սեկույն էր ընկե, ինքը էմոցիաները տվեց ոնց է լինում, որ իր մոտ է։ Սեկուի մոտ է։ Սեկու թե Քրիստ։ Քրիստի մոտ է, մտածում եմ, այսինքն Քրիստին արժե չհանել։ Քրիստին չհանել, Սեկույն հանել։ Դատարկը Սեկուի մոտ է։ Սեկու քո մոտ է քարտը։ Ինձ էլ է թվում Սեկուի բանը Քրիստի մոտ է։ Քրիստի հայացքի մեջ մի բան փոխվել է։ Չկա։ Սա սևեր մեջ։ Անի մոտ չի հասնում։ Ժամանակ։ Չէ, Քրիստի մոտ է։ Ով է ուզում, որ խաղարկությունը լքի Քրիստը։ Մեկ ձայն։ Սեկուն։ 4 ձայն։ Սեկու դու ես խաղարկությունը լքելու։ Ասա, որ քո մոտ է 300,000-ը։ Ասա։ Որը բայց վախենալ այլ էմոցիա չէ տա։ Որը սարը մոտ է, չէ։ Սեկուն առանց հրաժեշտ տալու նեղված գնաց, դե 300,000 հենց նոր կորցրեց, իսկ մենք շարունակում ենք, մասնակիցները պտտվում են։ Շատ լավ, քեյսերի տեղը փոխվեց, մասնակիցները կարող են շրջվել։
Նորից զգուշությամբ խնդրում եմ բացում եք կարտերը։ Քննարկման համար ժամանակ է տրվում։ Հիշեցնեմ, որ 4-րդ շրջանն է, ես Քրիստի ձայնը չեմ լսել։ Իմ մոտ չի, ես ասում եմ, ինձ մի հանեք, իմ մոտ չի անկեղծ։ Իմ մոտ էլ չի։ Խոսոց։ Քրիստի մոտը։ Ես ինձ պահ եմ սպասում, որ դիպուկ։ Անցածը քո մոտ էր, չէ՞։ Դրա նախորդը իմ մոտ էր։ Անցածը հա։ Դրա նախորդն էր Սեկուի մոտ էր։ Եթե ինչ-որ տարբեր եք տալ, ինչ-որ դիտավորությամբ, պետք է Կարինայի կամ Լիլոյի մոտ էլ։ Ժամանակ։ Քրիստ։ Ով է ուզում, որ Աչքերը գիտես ոնց ասում, հա։ Քրիստի մոտա։ Մոտ է, ես ասում Քրիստին հանեինք։ Որտեղ իր մոտ անընդհատ միշտ Իմը չկա, քոնը չկա, եթե մեր մոտ չկա, բա իր մոտ չկա ու մոտ է։ Մեր մոտ չկա։ Փոխելա քեյսը։ Ես ասում եմ իմ մոտ չկա, բայց մաֆիայի լոգիկայով է, երեխեք։ Շատ լավ։ Ով է ուզում, որ այս շրջանը լքի Քրիստին։ Ոչ մի ձայն։ Լիլիթը։ Ոչ մի ձայն։ Մի հատ ես Լիլիթին եմ տալի։ Նորոն։ Մեկ ձայն, երկու ձայն գնաց Կարինա Արուստամյանին։ Ճիշտն ասած, ես ինչ-ինչ պատճառներով ուզում եի լրիվ ուրիշ մարդ այս գումարը շահել, բայց կյանքում առաջի անգամ ինձ ոչ թե այստեղ փողներ հետաքրքիր, այլ կարամ ես poker face լինեմ, թե չէ։ Ու ճիշտն ասած, Ադե ասել իմ մոտնարը, ասում եմ մոտնարը։ ID Bank առաջարկում է հարմարավետ ծառայություններ բիզնեսների եւ անհատների համար։ Պրեմիում քարտեր, ID Salary աշխատավարձային փաթեթ, Rocket Line թվային ապարիկ եւ շատ ավելին։ Այդ ամենը Idram ID Bank հավելվածում։ Կարինա Արուստամյանին ծափարեն, Կարինա Արուստամյանը արդեն 300,000 դրամով գնում է տուն, իսկ մեզ խնդրում ենք բոլորը պտտաստում են իմ հրանգով բացում են քեյսերը։ Ուշադրություն, Նորո։ Դատարկեմ։ Լիլիթ։ Դատարկեմ։ Քրիստի։ Մահվան քարտ։ Չէ։ Կրել է 8-րնում, հա։ Մահվան քարտը միայն այն մարդկանց վրա է գործում, ովքեր որ անցել են։ Իսկ հաղթողներից Փրկության քարտը միայն գործում է այն մարդկանց վրա, ովքեր որ դուրս են մնացել։ Քրիստ, դու խաղում մնացած յուրաքանչյուր մարդու կարող ես այդ քարտով հեռացնել։ Նույնիսկ օրինակ Կարինա Արուստամյանին 10 քարտով 300,000 դրամի ID կոյել եմ նա գնա տուն։ Հիշեցնեմ, որ սև քարտը դա այն քարտն է, որ երբևիցե այս քարտը չի բեկանվում։ Տվյալ մարդը, որ հեռացվում է սև քարտով, հնարավորություն չունի վերադառնալ նախագիծ։ Քրիստ։ Ես կարծում եմ, որ այս քարտը ունի հասցեատեր։ Եկել է ժամանակը վերադարձնելու։ Տանք իրան, որ գնա։ Գևորը մկրչան չէր փրկի։ Շնորհակալ եմ շատ։ Վրեժը լուծված է, հա։ Ընտանեկան դրվագները։ Սիրելիներս, պատասխանը չուշացավ։ Ընդամենը վերջերս Նորայրը ռևես քարտով կարից հեռացրեց Գևորգ Մկրչյանին, այսօր Գևորգ Մկրչյանի կինը, Քրիստը, վրեժը լուծեց եւ մեր նախագծի կարծում եմ ինձ տվում է ամենաուժեղ մասնակիցը մինչ օրս, Նորոն։ Հա, բայց շատ լավ արեց։ Կնիկ չունեմ գա փաթաթ վիլացիկ։ Տեկան։ Ընանիքը տեկան։ Նայչքան ընկերներ ունես։ Դա քարտա միշտ ինձ։ Սերներս, մենք ճանապարհում ենք Նորայր Նիկոյանին, շնորհակալություն ենք հայտնում։ Մի բան կասեմ, Գևորին որ հանեցի, իր կողակիցը Քրիստինեն վրեժը լուծեց, ես խաղում ունեմ իմ կողակցին, ով իմ վրեժը կլուծի։ Իսկ ով է։
Դե ինչ մի փոքր տրամադրություններս ինձ թվում է Քոնե։ հա։ Զարմացած եմ, մի րոպե չեմ հավատում։ Նա դու շադիր սպասին է։ Հա, Տրամադրությունը տնկավ։ Շատ կարևոր մարդիկ լքեցին նախագիծը, բայց սա է reality show-ն։ Սիրելիներս, Arm Games-ը շարունակվում է, մնաց ընդամենը 1 փուլ եւ մենք կհայտնվենք եզրափակչում։ Շնորհակալություն։